Դզվեցիր։ Հա, լավ եմ արդեն, մերսի։ Հարց կարելի է։ Ասա։ Հեչ մտածել ես, որ կարայիր ուրիշ կյանքով ապրեիր։ Դու դրա համար ամեն ինչ ունես։ Կրթություն, ինտելեկտ։ Իմ կյանքնից դուր է գալիս։ Դուր է գալիս։ Ոնց կարա նորմալ մարդուն այս ամեն ինչը դուր գա։ Այս հանցագործությունները, սպանությունները, դիակների կույտը։ Իսկ ով է որոշում, որն է նորմալ, որը աննորմալ։ Մարդու խիղճը։ Բարին չարից տարբերելու կարողությունը։ Բարին ու չարը հարաբերական հասկացություններ են։ Այն ինչը քեզ համար չար է, մեկի համար արդարություն է, երկրորդի համար փրկություն, երրորդի համար էլ դատավճիռ։ Ընտրության հարցը։ Դու ես որոշում ինչ ճանապարհ ընտրես։ Ընտրությունը իլյուզիա է, Լիա։ Մենք անում ենք այն, ինչի համար ստեղծված ենք։ Ու այդ ընտրությունը մեր բնույթի արտացոլանքն է, որը մեր մեջ է ծնված օրվանից։ Իսկ գիտակցում ես, որ սխալ բաներ ես անում։ Գիտակցում եմ, բայց գիտակցելը մեր էությունը չի փոխում։ Ես ինձ ճանաչում եմ, չեմ ձևացնում, որ բարի եմ։ Ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը խոսում են բարությունից, բայց առաջին իսկ հարմար պահի կարող են մարդ սպանել։ Տենց կարելի է ամեն ինչ արդարացնել։ Չեմ արդարացնում, այլ ասում եմ իրականությունը։ Մարդիկ սիրում են հավատալ, որ կա բացարձակ չար ու բացարձակ բարի։ Մինչդեռ իրականությունը լրիվ հակառակն է։ Ոչ են կա, ոչ էլ են։ Իսկ ես հավատում եմ, որ մարդը կարա սպանի իր մեջի չարին ու փոխվի։ Հնարավոր է։ Բայց քանի մարդ ես ճանաչում, որ փոխվել է։ Մենք մեր դիմակներն ենք փոխում, ոչ թե էությունը։ Ես էլ չեմ ձևացնում, որ հերոս եմ կամ բարի։ Ես կամ են, ինչ կամ, ու ապրում եմ դրան համապատասխան։ Այ Միջայլոս, քո հետ այս խոհափիլիսոփայական թեմաներով զրուցելը շատ հաճելի է։ Դու միակ մարդ ես, ում ես այսքան բացվում եմ։ Առավել ևս թույլ եմ տալիս, որ ինձ հակաճարի։ Տուն եմ ուզում գնամ։ Սիրով կուղեկցեի, բայց հանդիպում ունեմ։ Ոչ մի խնդիր։ Ես կարամ տաքսի կանչեմ։